Փաշինյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հնչական կոմիտեն կարճել է ԱԺ Հայաստան խմբակցության падգամավոր Մեհեր Սահակյանի ավտովթարի հետևանքով Մավան դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Օրաթերթը քննչական կոմիտեից պաշտոնապես տեղեկացավ, որ քրեական վարույթը կարճվել է հանցանքի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ ԱԺ նախկին падգամավոր Մեհեր Սահակյանը ավտովթարի օրն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չէր եղել։ Տեղեկությունը Արբ լուրերին հայտնել էին քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Քննչական կոմիտեն ամիսներ առաջ ստացել էր ԱԺ նախկին падգամավորի Մավան դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթով նշանակված փորձաքննությունների եզրակացության պատասխանը, ըստ որի Մեհեր Սահակյանը դեպքի օրն ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել։ Իրականում բավական առեղծվածային էր падգամավորի մահը եւ իր մտերիմները, հարազատները, կուսակիցները, ում հետ ես հասցրել եմ շփվել, իրենք էլ տեղեկացված չէին, թե Մեհեր Սահակյանը ինչ էր անում Երևանից այդքան հեռու, որտեղ ոչ բնակվում է, ոչ գործնական այց կարող էր ունենալ, բայց ոմանք հիշում են, չգիտեմ սա ինչ կապ կարող է ունենալ կամ ընդհանրապես ես պնդում չեմ անում, որ տեղի ունեցածը սպանություն է, բայց առնվազն ոմանք հիշում են, որ Մեհեր Սահակյանը Մավանից առաջ մշակում էր նախագիծ կամ առնվազն մասնակցում էր մի նախագծի մշակման, որը սահմանափակելու էր հայաստանցիներին թալանելու հաշվին միլիարդներ աշխատող այդ բուքմեյքերական օնլայն կազինոների շահույթը եւ կարգավորելու էր այդ դաշտը, նվազեցնելու էր նրանց շահույթը, սա կարծում եմ առնվազն պետք է դիտարկվեր որպես վարկած իրավապահների կողմից, բայց մենք չունենք իրավապահ համակարգ, եթե անգամ սա որևէ առնչություն ունենա падգամավորի հարգարժան այս падգամավորի Մավան հետ, մենք համենայն դեպս հիմա չենք իմանա, կարծում եմ ապագայում ի վերջո մարդիկ կկարողանան համոզված լինել, թե որն էր պատճառը Մեհեր Սահակյանի անժամանակ Մավան։